Որովհետև մեզ ժամանակ է պետք, մեզ ուժեղանալ է պետք եւ այդ ուժեղանալու համար մեր շահերի հետ համընկնող գործընկերներ են պետք։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչ որ քայլեր այդ ուղղությամբ անում են, լավ են անում, թե վատ են անում, չգիտեմ, բայց անում են այդ քայլերը։ Ու այն մարդիկ ում երեխեքը այսօր սահմանին են, այն մարդիկ ովքեր սահմանային գիծ են պահում, այդ մարդկանց ձեռնատու է այս իշխանությունների այդ քայլերը, որ թեկուզ զիջումների գնով, բայց նոր պատերազմ չլինի, որովհետև նոր պատերազմի Հայաստանը դեռևս պատրաստ չի։ Հետևաբար այս առումով Հայաստանի իշխանությունները իրենց վարկանիշը եւ 2026 թվականին իրենց ազդեցությունը պահելու են, կասկած չունեմ։ Ուղղակի խնդիրը նրանում է, թե 2026-ին մենք ինչպես կհասնենք, կհասնենք այս կանով, կհասնենք ավելի ուժեղացած, թե կհասնենք ավելի թուլացած։ Այ մենք մշտապես առաջարկություններ ենք անում, որ հասնենք ավելի ուժեղացած։ Իսկ դրա համար Հայաստանին ճիշտ ռազմավարական գործընկերներ են պետք, տնտեսությունը զարգացնել է պետք, ժողովրդի ձայնը լսել է պետք, ժողովրդին ոչ ասելը կրճատել է պետք, ընդառաջ քայլեր անել պետք։